այս ինձ հարազատ միջավայրը, ես երկար տարիներ աշխատել եմ, ուսումնական հաղորդումներ եմ վարել ֆիզիկայից, եւ այս շենքերը արդեն 35 երևի 40 տարի անցել, բայց ամեն ինչ վերականգնվեց, հիշողությունները շատ հաճելի բան։ Պարոն Ազբեկյան, շատ հետաքրքիր անձնավորություն եք, ամեն ձեր ասածից մի պատմություն է գալիս, մի ինչ-որ նոր հարցերի շարան, հենց այստեղից էլ սկսենք։ Բայց իմը սկսենք 80+-ով, դուք 60+-ով եք, չէ՞։ Ես արդեն 80+ եմ։ Ինչքան եք պլյուս 80-ին։ 86, միշտ ասում եմ ներողություն արտահայտությանս, բայց 86։ Բայց զգում եք տարիքը։ Չէ, հենց այդ է, էլի որ տարիքը չեմ զգում։ Բայց այն տարեկան եք զգում ձեզ։ Մի շատ գեղեցիկ բան կա, չգիտեմ ով է ասել ես այնքան երիտասարդ չեմ, որ շուտ հուսահատվեմ, բայց այնքան էլ մեծ չեմ, որ ձերքերս ցալած նստեմ։ Հիմա չգիտեմ ես դա որի արանքում եմ, ինչ որ այդ արանքում եմ ես։ Կյանքը ուրիշ ձևով եք ճանաչում, ֆիզիկայի ասպեկտով եք նայում, դա ձեզ կյանք է տալիս, հələ այդ գաղտնիքներին կանդրադառնանք։ Ասացեք, խնդրեմ, հիշեք այդ ժամանակը, երբ որ հանրային հեռուստաընկերությունը եթերով առարկաները հեռարձակում էր, այսինքն լուսավորության շրջաներ, կրթության դարաշրջաներ, կրթվել այսպես ասած նորաձև չէր, բայց պարտադիր էր, որտեվ հանրայինն էր հեռարձակում։ Հիշեք այդ շրջանը, ինչ էիք անում, երբ էիք եթեր մտնում, ինչ էիք սովորեցնում, ում երեխաները ոնց էին միանում։ Շատ սիրով, որտեվ իմ ամենաերջանիկ տարիներն էին դրանք ոչ միայն իմ երջանիկ տարիներն են, Հայաստանի համար ոսկի դար էր, Հայաստանի կրթության եւ գիտության համար ոսկի դար։ Ինձ հրավիրեցին հերոստա կենտրոն հաղորդավարի որին հրավիրել են ֆիզիկայից պատահականից, ինչպես միշտ պատահական ընկա այդտեղ նրա մոտ ինչ որ ձայնի դեֆեկտ էր, երևի օպերատորները լավ գիտեն ինչ որ դեֆեկտ էր, չգիտեմ, շվոց էր գալիս թե ինչ շտապ կանչեցին, թե վաղը պետք է դու այս դասը վարես։ Ուրեմն այդ ժամանակ կար դասի ներդիր ֆիզիկայի, ես ուրեմն իմ ձանից մի ժամ առաջ դասը վարում էր մեր խոսքը մեր լեզուն, Արտեմ Սարգսյանը շատ հայտնի, շատ հետաքրքիր, շատ կոլորիտ անձնարարություն էր, հետո գալիս էր ֆիզիկայի դասը։ Ինձ կանչեցին այնտեղ եւ ասին, այս տեքստը կարդացեք, ինչ որ կարդացի, շատ հետաքրքիր անձնավորություն էր այդ ղեկավարը, ռեժիսորը։ Ասեց ուղիղ 20 անգամ դանդաղ։ Երևի ես հիմա նորից եմ էլի արագ խոսում։ Ես չեմ կարող ասել ինքս էլ արագ խոսեմ։ Ես սեցի դանդաղ խոսել։ Շատ լավ։ Հիմա 2 անգամ դանդաղ Օգայան, արգենտինահայ մի հրաշալի անձնավորությունների բախտը բերել է։ Լավ մարդկանց հետ շատ եմ հանդիպել։ Էլ չեմ ասում, որ ես օպերայի երգիչների հետ եմ շատ մոտիկ եղել, այդ հետաքրքիր պատմություն է դա։ Գոհար Գասպարյանի հետ մի բեմում կանգնելը մեծ պատիվ է, ոչ թե պատիվ է, մեծ երջանկություն է։ Ավակ Պետրոսյանի եւ այլ մյուսների հետ։ Մի խոսքով հաջորդ օրը ես արդեն եկա, արդեն իրանք ռեժիսորը կարծում է թե ինքը ռեժիսորի վիրեի մասնագիտությունն է դա որ ես այսպես եմ ուզում, ասում, բայց ես այսպես չեմ դասավանդում, այսպես։ Մի խոսքով այսինքն դուք ոչ թե կարդում եք այնինչ գրած ձեզ տված էր, այլև դուք հենց ֆիզիկայի դաս եք անում եթերում։ Ես ասում եմ, չէ, տեքստը պիտի ներկայացնես։ Իրանք պաշտոնապես, իրանք վճարում էին տեքստի համար կարծեմ նույնիսկ։ Տեքստը ես ներկայացնում եմ, ինչ որ բաներ եմ գրում, բայց տեքստով ես չեմ կարող հաղորդում վարել, որովհետև դա դասը կենթանի է, դու պետք է եւ շատ հետաքրքիր է ստացվում, պարզ մի անգամ էլ նույնիսկ դասից կանչել են, ուրիշը պետք է հաղորդում վարել, հիվանդացել էր, ինչ շտապ տաքսիով տարան հերոստակենտրոն, ասի գոնե տաքսիում ասում, գոնե ասեք ինչ թեմա է, որ թեման է, այս ինչ թեման ալնելու եւ այդպես շատ երջանիկ էինք, շատ հրաշալի, հատկապես լավ էր այն իմաստով, որ ուսուցիչներին կարողացա ես համոզել, որ հնարավոր է երեխաներին այնպես դասավանդել, որ երեխան հաջող ստանա, քեզանից գոհ մնա եւ ամենակարևորը հնարավոր որ դու ինքդ գոհ մնաս։ Երկու գործոն կա, չես կարող դու գոհ մնաս դասից, եթե դասպես երեխան գոհ չի մնացել։ Այդ է վարպետությունը։ Իմ ամենաերջանիկ տարիներն էին դրանք ոչ միայն իմ երջանիկ տարիներն են, Հայաստանի համար ոսկի դար էր։ Հայաստանի կրթության եւ գիտության համար ոսկի դար։ Բացվեց ֆիզմա դպրոցը, բացվեց ֆիզիկա ինստիտուտը, կառուցվեց ատոմակայանը, ատոմական էներգիայի նախարարը Հայ Պետրոսյանն էր։ Պատկերացնում եք ինչ էր կատարվում։ Միանգամից մի քանի հազար ինտելեկտուալ ֆիզիկոսներ եկան Հայաստան եւ ստեղծեցին այդ ֆիզիկա ինստիտուտը, ատոմակայանը։ Եվ իհարկե դրան զուգահեռ կրթությունը սկսեց բուրըն զարգանալ։
Մեր տարիներին այդ տարիներին ամենապրեստիժային եւ ամենաբարձր մրցույթայինը ֆիզիկայի ֆակուլտետն էր։ Մի տեղի համար 3-ից 4 դիմում էր։ Ամենադժվար քննություններ եւ ամենապատվավորը։ Ինձ բախտ վիճակվեց 67 թվականին ընդունվել ֆիզմատ դպրոց, ֆիզիկայի ինստիտուտից հետո ես եկա ֆիզմատ դպրոց։ Աշխատելու։ Եվ ամենակարևորը այն էր, որ իմ ճակատագիրը շատ տարօրինակ է եղել։ Ինձ մի աշխատանքից դասից հանել են, տարել մի ուրիշ աշխատանքի։ Ինձ դուրը ծեծեցին, որ դուք դասամիջոցից հետո կգաք խոսելու ենք եւ ֆիզմատ դպրոցում ես ֆիզիկայուսի չէի, քիչ թե շատ է լավ, եւ տեղափոխեցին ուսների կատարելագործման ինստիտուտ, որը շատ մեծ ես հաջող ստացա, որտեղ իդեք ուսուցիչներին աշակերտների կոլեկտիվին խաբել չի կարելի։ Կոլեկտիվը քո գնահատական ճշգրիտ տալիս է միջով 90%։ Ոչ մեկին խաբել չի գալի։ Անհատական մակարդակում էլ չի գալի։ Եվ նրա գնահատականը բեկման ենթարկվում։ Էլ չասենք ժողովրդին խաբելը հնարավոր չէ։ Դե պատկերացրեք, իսկ ինչ է նշանակում ուսուցիչների հետ աշխատել։ Որտեղ բոլորը հիասթափված, նույն երեխաներն են դրանք, պրոստը բարձրագույն կրթություն ունեն, բայց բոլորը երեխաները չեն ուզում սովորել, ես էլ անդադ շարունակում եմ ուսուցիչները չեն ուզում սովորեցնել, այս վիճակից դուրս գալ։ Ինչ է նշանակում երեխաները չեն ուզում սովորել։ Նշանակում դու չես ուզում սովորեցնել, կամ չես կարողանում, մենք քեզ կասենք ոնց անել։ Եթե չես ուզում, ուրիշ բան կաշխատես։ Այո։ Եվ մի քանի տարում ինձ հաջողվեց։ Ես իմ ամենաերջանիկ տարիները այդ 70-ական թվականների միջով այդ չարաբաստիկ 88 թվականը։ Իսկ ինչ մեթոդներ եք կիրառել, որ կարող եք հիմա ասել, որ ֆիզիկան երեխաները սիրեն։ Մենք ինչ անենք որպես ծնողներ, ոնց ծեր արթնացնենք։ Հիմա հնարավորությունները անվերջ են։ Այնքան կան ինտերնետում նյութեր, այնքան կան լավ հաղորդավարներ, այնքան կան լավ նյութեր, որ հիմնականում դե իհարկե նաև ռուսաց լեզվով է դա։ Ես շատ երկար ժամանակ ես աշխատել եմ նաև Սովետական միության կարևոր ինստիտուտ կար, մեթոդների ինստիտուտը դասավանդման, այնտեղ ես ամիսներով աշխատել եմ նրանց հետ եւս։ Այնտեղ իրոք գիտությունը շատ բարձր մակարդակ է, հատկապես մեթոդիկան, դասավանդման մեթոդիկան, ինչ եղանակով երեխային հասցնել բարդը եւ կարևորը հետաքրիրը։ Դու պետք է կարողանաս ճարես, հնակներ ճարես։ Այստեղ միայն ֆիզիկայի իմանալը չի։ Ֆիզիկան կարող է շատ իմանաս, բայց շատ վատ ուսուցիչ լինես։ Ուսուցիչ մեթոդիկան է։ Այստեղ կարևորը ոչ միայն մեթոդիկան է, կարևորը մանկավարժությունն է։ Կարևորը այն է քո բազմակողմանիզմի զարգացածն է։ Եթե ֆիզիկա ուսուցիչը բազմակողմանի չի զարգացած, նրա դասը չի ստացվելու։ Բարությունն էլ է, չէ՞, կարևոր հանգամանք։ Մանկավարժության մեջ բարություն է։ Իհարկե։ Եվ շատ հաճախ ես զգում եի, որ այս թեման չի անցնում ինձ մոտ, բայց ինչ անեմ, որ երեխանին նախ պետք է գրավես, եթե չես կարողանում գրավել, դե թեման չի ստացվում։